Մենակ դեմքդ պիտի տեսնես։ Դու քո դեմքը տեսել ես, ոնց որ հենց նոր միս տիեզերքի թագը գլխիդ դրած լինեն։ Միս տիեզերքը չգիտեմ, բայց որ հիմա ամբողջ տիեզերքը իններ է հաստատ։ Հուսապական կճղայնանը կկանչի։ Այստեղ ստոպ։ Հիմա արդեն ես եմ որոշում դու երբ կգնաս, ուր կգնաս ու ինչի համար կգնաս։ Չէ՞ ոչ։ Այս մատանին դրեցին, արդեն ինչ-որ բաներ հա փոխվեց, ես ինչ կերպարանափոխություն էր։ Ոչ մի կերպարանափոխություն չկա, անգել ասում եմ, ինչ կա։ Ես իհարկե հասկանում եմ, որ տղաների գլխում աղջկա երջանկության պիկը միս տիեզերքի թագով է որոշվում, բայց ուզում եմ ասեմ, որ մենք բոլորս դրանից ավելին ենք։ Վերջ հա։ Սկսած իրար միս ուտելը։ Հատել գորա ֆեմինիզմ ու տնով մեկ վազյան դեր։ Նախ, ես տղամարդու միս կամ առհասարակ մարդու միս ընդհանրապես չեմ ուտում։ Հետո իմը անունացող սիրելն է։ Ու բացի այդ, արի չմոռանանք, որ ֆեմինիզմի շնորհիվ է, որ ես բժշկական համալսարանի ուսանողուհի եմ։ Բացի այդ պրակտիկայի եմ գնում, իդեպ նույն ֆեմինիզմով բժշկուհի դարձած մամայիդ մոտ։ Իսկ երկարայիր պարապել ես տեքստը։ Չէ, բացարձակ։ Ուղղակի ենթագիտակցաբար շատ ճիշտ կետի եկա։ Ելինա, Պապատ կանչում է։ Արդեն դու ես որոշում, ես ուր գնամ, ոնց գնամ, երբ գնամ։ Ահվես ռեժիմ ես հավուց որ միացրել։ Դու քո ռեժիմն ես փոխել, ես էլ իմ։ Երբ եկա խնդրել ու ձերքը քո, շպիտով ասած սիրայո